Այսօր հոկտեմբերի 27-ն է, իտալական վերածննդի հսկաներից մեկը հանձնարարել էր իր շիրմաքարին գրել նա այստեղ չի, փնտրեք նրան ողջերի մեջ, Ֆրանչեսկո Պետրարկան։ Ահա այդպիսի պատգամ էր թողել իր ժառանգներին, իր շիրմաքարի վրա գրել ահա այդ նախադասությունները։ Նա այստեղ չէ, փնտրեք նրան ողջերի մեջ։ Եվ խորհրդանշական է, որ մենք հոկտեմբերի 27-ին, չնայած դա համընկավ, որովհետև մենք որոշել ենք շաբաթ օրերը անցկացնել մեր քննարկումները, մեր քննարկումների այս շարքը, նոր շարքը, բայց այդպես համընկավ եւ դա խորհրդանշական է, մեծ իմաստ ունի իր մեջ, որովհետեւ իսկապես իմ գործընկերները գերեզմանատանը չէ, որ պետք է լինեն, այդ պետք է մնան մեր սրտերում, մեր գործերում եւ հենց այդ տրամադրությամբ էլ մենք սկսում ենք մեր այսօրվա քննարկումը եւ ես առաջարկում եմ ոտնկայս հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը Կարեն Դեմրչյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բաշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրամյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Արմեն Արմենակյանի։ Մենք այսօր խնդիր ունենք պարզաբանելու այն նոր ձևաչափը, որի հիման վրա մենք աշխատելու ենք առաջիկա ամիսներին։ Սկսում ենք համատեղ քննարկումից մեր գործընկերոջ, մեր գոլեգայի հետ, ով առաջի հերթին քաղաքագետ է եւ որպես քաղաքագետ, ով իր գիտելիքները քաղաքական պրակտիկայում ներդնելու ցանկությամբ ստեղծել է կուսակցություն, որը իրեն դրսևորել է իր հետևողականությամբ պաշտպանելու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը, գաղափարը։ Սա եղել է հետևողական կեցվածք, որը դրսևորվել է տարիների ընթացքում։ Երբ ես ասեցի, որ մենք մեր գործերում պետք է հավերժացնենք եւ միշտ կենթանի պահենք մեր գործընկերների հիշատակը, ես նկատի ունեի այն, որ իսկապես հոկտեմբերի 27-ի ոճրագործության աշխարհաքաղաքական իմաստը դրսևորվեց հետագա զարգացումներում։ Հոկտեմբերի 27-ին, ինչպես շատ ճիշտ ասել էր Վլադիմիր Պուտինը, զոհվեցին Ռուսաստանի հավատարիմ բարեկամները։ 99 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստեղծվել էր մի կուր ուժ, որը հետևողականորեն պաշտպանում էր հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդման
գաղափարը, հետևողականորեն պաշտպանում էր Ռուսաստանի հետ ինտեգրացիոն ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ եթե հիշում եք Կարեն Դեմիրճյանը իր առաջի այցը ավաղ դա եղավ վերջին նաեւ պետական այցը որով Հայաստանից մեկնեց Կարեն Դեմիրճյանը հենց կատարեց Ռուսաստան հետագա զարգացումները ցույց տվեցին այս ոճրագործության աշխարհաքաղաքական ենթատեքստերի ինչ լինելը որովհետև քաղաքական դաշտից հետևողականորեն դուրս բղվեցին այն դեմքերը եւ այն ուժերը, որոնք պատրաստական էին շարունակելու Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գիծը 2003 թվականին արդեն Կարեն Դեմիրճյանի աթոռը զբաղեցրեց մարդ ում ռուսաստանյան վերլուծաբանները անվանում են հայկական Յուշչենկո երևի կարդացած կլինեք իսկ 2007 թվականի ընտրություններին ըստ էության այն ուժերը, հոսանքները, դեմքերը, ովքեր տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առաջնայնությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդհանրապես դուրս մղվեցին ազգային ժողովից եւ ըստ էության դրանցից շատերը դադարեցին իրենց գոյությունը դրանց ղեկավարները կցվեցին տարբեր մյուս ուժերին եւ ինչը նշանակում է որ այդ կազմակերպությունները դադարեցին ինքնուրույն գոյություն ունենալուց որպես ինքնուրույն ուժեր եւ այս համայնապատկերի վրա մենք տեսնում ենք մի կազմակերպություն մի կուսակցություն որի առաջնորդը հետևողականորեն պաշտպանում է այն ժառանգությունը որը մեզ թողել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը ինչու եմ ես ասում ինձ մոտ է կուսակցության արխիվը ես կուսակցության երկրորդ դեմքն էի ես կուսակցության քաղաքական քարտուղարն էի մենք Կարեն Սերովիչի հետ միասին ենք ստեղծել այդ կուսակցությունը եւ սևագիրները կուսակցության ծրագրի իմ արխիվում են իմ անձնական արխիվում են ինչպես նաեւ Կարեն Դեմիրճյանի նախընտրական պլատֆորմի եւ այնտեղ այդ սևագրերը շատ են մի ամբողջ այսպես թղթապանակ հաստ թղթապանակ եւ այնտեղ Կարեն Դեմիրճյանի ձեռքով գրված է ուժեղացնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող մասը ուժեղացնել ժամանակին ես երբ պատգամավոր էի երբ Օսկանյանին հարց տվեցի ինչպես հասկանալ կոմպլիմենտարիզմը ի վերջո կոմպլիմենտարիզմը ոչ թե բացառում է այլ ենթադրում է քաղաքական առաջնայնության որդեգրում նաև եւ նա ինձ հետ համաձայնվեց ասելով որ այո դա մենք նկատի ունենք ասիմետրիկ կոմպլիմենտարիզմ այսինքն առաջնային կարգով զարգացնել ռազմավարական հարաբերությունները դաշինքային Ռուսաստանի հետ նաև զարգացնել հարաբերություններ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ մյուս երկրների հետ
բարեկամ երկրների։ Ասիմետրիկ, բայց 2007 թվականից հետո կարծես այդ ասիմետրիկը դարձավ այլ շեշտադրումով ասիմետրիկ։ Եվ այսօր, երբ որ փորձում են հակադրվել Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն ծրագրերի մասնակցությանը, պատճառաբանում են դա, որ եւ դա հակասում է այդ ուղեգիծը կհակասի եվրոինտեգրման նպատակին։ Կնշանակի ասիմետրիկը դարձավ ասիմետրիկ իօգուտ արևմուտքի հետ հարաբերությունների, ասիմետրիկ կոմպլեմենտարիզմ։ Այսինքն տեղի ունեցավ շատ կարևոր շեշտադրման փոփոխություն։ Եվ սա իհարկե ստիպում է այս հարցերը դարձնելու առանցքային նախընտրական շրջանում։ Այսինքն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին նախագահական, իդեմս իրենց առաջնորդների, քաղաքական լիդերները, որոնք հայտ են ներկայացնում զբաղեցնելու նախագահի պաշտոնը, ինչպես են տեսնում Հայաստանի ապագան, արդյոք ճիշտ չի լինի, եթե նրանք հենց այդ հարցի վրա կենտրոնանան, թե ինչու ենք մենք մեր արտաքին քաղաքականության մեթոդաբանության հիմքում դնում այն նույն մեթոդաբանական արատը, որից մենք ինքներս տուժում ենք։ Ես ինչ նկատի ունեմ, մենք ասում ենք, որ անընդունելի է, երբ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել երրորդ խնդրով, պայմանավորել մի այլ խնդրով։ Բայց ինչպես ենք մենք համաձայնվում, երբ համաձայնում այն փաստարկների հետ, թե իբր Հայաստանի, Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն ծրագրերի մասնակցությունը կարելի է պատանդ դարձնել մի այլ հարցի, Եվրոմիության հետ արդյունավետ ինտեգրացիոն համատեղ ծրագրերի մշակման հարցի, որը ինչը նույնպես անհրաժեշտ։ Ինչպես կարող ենք դրանք հակադրել միմյանց։ Այստեղ ներկա է մեր վարչության անդամ պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը, ով երեք բանավեճի էր մասնակցում, նույնն էր հնչում։ Այսինքն ասվում էր Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ դրանք անհամատեղելի նպատակներ են։ Այսինքն եթե եվրասիական ինտեգրում, ուրեմն հնարավոր չի լինելու եվրոպական ինտեգրում։ Ինչու ենք մենք համաձայնում այս տրամաբանության հետ, եթե մենք ինքներս այդ տրամաբանությունից մեկ այլ հարցում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, տուժում ենք և այդ հարցում, այդ տրամաբանությունը մերժում ենք, ուրեմն պետք է մերժենք նաև այս հարցը, որովհետև չի կարելի երկկողմ հարաբերությունները կախման մեջ դնել, խոսքը գնում է Հայաստան Եվրոմիություն հարաբերությունների, կախման մեջ դնել երրորդ հարցի վերաբերյալ վարվող քաղաքականությունից, այն է եվրասիական ինտեգրում։ Մենք նպատակ ունենք այս մեր լսումներին, որտեղ գիտեք, նախորդ լսումները առանցքային հարց էին դարձրել հանրային վերահսկողությունը ընտրությունների։ Այս լսումներին մենք այն ժամանակ բաց թողեցինք տեսադաշտից բովանդակային խնդիրները, ինչը այս անգամ գտնում ենք անթույլատրելի, որովհետև եւ պետք է կենտրոնանանք բովանդակային խնդիրների վրա։ Այսինքն մենք պետք է փորձագիտական քննության ենթարկենք բոլոր նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը։
փորձաքննության ենթարկենք, ուրեմն փորձագիտական քննության ենթարկենք, դրա համար առանձին մտադիր ենք հրավիրել այս դահլիճ նախագահի թեկնածուներին եւ նրանց ուղղել 10 առանցքային հարցեր, հիշենք 10 պատվիրաններ, եւ ինչպես եւ պարզենք, մենք արդեն այդ հարցաշարը մշակել ենք, պարզենք, թե ինչպես են իրենք վերաբերվում այդ հարցերին եւ ինչպես են պատկերացնում այդ հարցերի լուծումները։ Այդ հարցերի պատասխաններից մենք կստանանք այն պատկերը, թե այս կամ այն թեկնածուն ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որովհետև մենք մեր պարտականությունն է մասնագիտական, որպես քաղաքագետների, դարձնելու մեր քաղաքացիների ընտրությունը գիտակցված, որպեսզի քաղաքացիները իմանան ոչ միայն այն, թե ում են ընտրում, այլ այն, թե ինչ են ընտրում, որտեղ ի վերջո անձը չի կարևոր, այլ կարևորը այն, թե այդ անձը ինչ լուծումներ է առաջարկում, այն առանցքային հարցերի լուծումները, որոնք ծառացած են երկրի առջև։ Ուրեմն ես ավարտում եմ իմ խոսքը եւ այն հավաստիքներով, որ մենք վճռական ենք մեր պարտքը մասնագիտական կատարել մեր հասարակության առջև, որքան էլ մեզ խանգարեն, այո, իսկապես փորձեր են արվում մեզ խանգարել, իմ դեմ հարուցված է 3 դատական գործ, փորձ է արվում մեզ շեղել մեր բուն խնդիրներից, դա ես դիտում եմ որպես հոկտեմբերի 27-ի այդ կրակոցների արձագանքը մեր օրերում, որովհետև ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնում եմ Կարեն գործընկերոջ եւ կխնդրեմ քեզ ներկայացնել քո պատկերացումները որպես քաղաքագետի սկզբից, ուրեմն պատկերացումները, թե ինչպես մենք ավելի արդյունավետ կարող ենք կազմակերպել այս գաղափարի, որի մասին ես ասացի, իրականացումը, որովհետև մենք լավատես ենք, մենք հասկանում ենք, որքան պարակտված է, բզկտված է մեր քաղաքական դաշտը։ Շնորհակալ եմ հրավերի համար, Հայաստանի քաղաքագետների միությունը իմ տեսակետից բավականին կարևոր նախաձեռնությամբ է հիմա հանդես գալիս։ Ես շատ կցանկանայի, որ այն կայանար, որովհետև իսկապես շատ կարևոր է Հայաստանի համար հիմա յուրաքանչյուր գաղափարական, քաղաքական, ծրագրային բյուրեղացում, յուրաքանչյուր, ինչ ուղղվածության մեջ էլ դա լինի, որովհետև այն շիլաշփոթը եւ խառնաշփոթը, որը ստեղծված է հիմա Հայաստանում, հնարավորություն չի տալիս Հայաստանի ներսում կատարել օբյեկտիվ քննարկում իրավիճակի։ Ուղղակիորեն քննարկել դեռ ինչպիսին է իրավիճակը։ Դրանից հետո դուրս գալու ելքերի մասին էլ չեմ խոսում։ Բայց սկսելուց առաջ ես կուզեի եւս նկատել, որ այսօր հոկտեմբերի 27-ն է եւ ուղղակի 2-3 շատ կարճ նկատառում ասեմ։ Իմ կարծիքով առաջին հոկտեմբերի 27-ի դասերից այն է, որ մենք այդ ճշմարտությունը չենք կարողանում բացահայտել։ Ես համոզված եմ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում այն վարկածին, որը վերջիվերջո ներկայացվեց, որ դա եղել է մի խումբ մարդկանց ինքնուրույն գործողություն եւ կարծում եմ, քանի դեռ այդ հարցը չի ստացել ռեալ լուծում, ապա միշտ մնալու են այն կասկածները, որ այդ մարդկանց հետևում եղել են ուժեր եւ չեմ կարծում, որ միայն հայկական, որտեղ շատ է խոսվում հայաստանյան ուժերի մասին միայն, սա առաջի խնդիրն է։ Կարծում եմ շատ կարևորագույն բան է կատարվել այս հոկտեմբերի 27-ից առաջ, չգիտեմ ինչքանով եք հաջողվել ձեզ տեղը ընթերցել, Ռիմա Դեմիրճյանը շատ հետաքրքիր գիրք է գրել եւ տիկին Ռիման այդ գրքի վերջում հոկտեմբերի 27-ին նվիրված մի շատ փոքր հատված է, բայց շատ հետաքրքիր փաստեր են գրված այնտեղ անվտանգության խորհրդի նիստի մասին։ Չեմ կարծում, որ այնտեղ, որովհետև գիրքը շատ լավն է իմ տեսակետից, իսկապես շատ հաջողված, չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ ավելացված բաներ կան։
Իմ տեսակետից ճշմարտությունն է այնտեղ գտված եւ ասեմ, որ իմ համար կոնկրետ մաս շատ հետաքրքիր էր։ Ես արդեն կարող եմ իմ համար որպես մարդ ասել, որ չեմ ափսոսում, որ սուտ մատնության հոդվածով մեղրի հետ կապված բանտարկվել եմ եւ ավատացնում եմ ձեզ բավականին դաժան առողջական խնդիրներով անցնելով։ Հիմա չեմ ափսոսում, որովհետեւ մեկ անգամ եւս տեսա, որ ես ճիշտ եմ եղել մարդկային առումով։ Որ այդ հարցը բարձրացնել եմ, որովհետեւ գրքում ուղղակիորեն այդ ամենը գրված է։ Ուրեմն եղել է նաեւ, ես ինչու եմ սա ասում, եղել են գեոքաղաքական շատ կարևոր հարցեր, որը ասում էր հիմա պարոն Հովհաննիսյանը այստեղ։ Գրքում այդ ուղղակի ներառված է։ Քվեարկություններով, քանիսն են կողմ եղել, քանիսն են դեմ եղել, ուղղակի մարդը գրել է դա։ Եվ երրորդ խնդիրը, որ կարծում եմ շատ կարևոր է, քանի նմանատիպ հարցերը լուծումներ չեն ստանում, հասարակության մեջ երբևէ հավատ չի արտնանա, որ ինչ որ ձևով հասարակական շարժումների միջոցով կարելի է ինչ որ բան փոխել։ Սրանով ես դեռ կավարտեմ, դեռ կարծում եմ, ես տպավորություն ունեմ, որ մենք վերջո վերադառնալու ենք այդ հարցերին, ինչպես նաև մարտի 1-ի հարցին։ Ուզենք թե չուզենք, ինչպես օրինակ այդքան է լավը չի, ինչպես հիմա Վրաստանում անդրադառնում են, սկսել են Զուրաբ Ժվանյայի մահվան խնդրին։ Չկան այդպիսի արյուններ, որ մնան չբացահայտված։ Ես դրան չեմ հավատում։ Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին զուտ քաղաքագիտական, այսօր խառնաշփոթը ոչ միայն այդ խառնաշփոթն է, այլև իմ կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակը կարելի է բնորոշել մի ճահիճով, որը ընդհանրապես որևէ նույնիսկ ուղղվածություն, թե ինչպես մինչև վերջ խեղդի հասարակությունը եւ իրավիճակը չունի։ Ոչ ներքև ոչ վերև մի ճահիճ է, որը նույնիսկ այդ վառոնկա կոչվածը, թե որ կողմ կքաշի կտանի, որևէ պատկերացումներ մեզ չի տալիս։ Ոչ արտաքին քաղաքական, այս ճողված վիճակը, որը պարոն Հովհաննիսյանն ասում է, այդ ճողված վիճակը բերում է նրան, որ ընդհանրապես մենք բոլոր կողմերից սկսում ենք հարվածներ ստանալ։ Սովորինակ, եթե այդ կոմպլեմենտարիզմն է զուտ քաղաքագիտական, ՆԱՏՕ-ի երկիր Հունգարիան, ինչու պիտի Ռամիլ Սաֆարովին արտահանձներ, մենք էլ ընկնենք այդպիսի ծանր կացության մեջ եւ չիմանայինք, թե ինչպես խուսափենք պատերազմական իրավիճակից, որովհետեւ ես խորին համոզում ունեմ եւ բավականաչափ լավ տվյալներ, որ այդ ամենը արվել է մեկ նպատակով պատերազմ հրահարելու եւ քաոսը ավելացնելու, ավելի շատ իրանական խնդրի հետ կապված։ Դրա հետ միասին մենք մեր փոխհարաբերությունները չեն կարողանում մինչև վերջ հստակ կողմնորոշում տալ Ռուսաստանի հետ, դրա համար ստանում են գազի թանկացում, դրա հետ միասին ստանում ենք այնպիսի իրավիճակ, որ էներգետիկ մեծ քանակությամբ հզորությունները հանձնվել են Ռուսաստանում, հանձնվել են ձեռնարկություններ, որոնք զուտ քաղաքական նպատակով են հանձնվել այն ժամանակ, եւ մենք լուծում չեն կարողանում տալ արդյունաբերության զարգացման, ինվեստիցիաների ներմուծման, Ռուսաստանի կողմի շուկայի բացման, ճանապարհների խնդրի լուծման։ Իսկ սա բերում է նրան, որ այդ կոմպլեմենտարիզմը մեր մոտ դառնում է երկու կողմից մահակների մի հարված, ամեն անգամ մեկը մեկից մի հարված, որը ամեն անգամ փորձում է մեզ որպես տերիտորիա օգտագործելով տանել առաջ։ Ներողություն պիտի խնդրեմ համեմատության համար, սա իմ համեմատությունը չի, ես անուններ չեմ ասի։ Երևանում հանդիպումներից մեկից հետո ռուսական բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Մոսկվայում կարծիք է հայտնել էքսպերտային, որ Հայաստանի իշխանությունը նմանվում է մի պահարանի։ Մենք գնում վերցնում ենք այդ պահարանը, տանում դնում ենք մի անկյունը եւ ասում ենք այստեղ մնա, դու մերն ես։ Ամերիկացի գալիս են այդ պահարանը վերցնում են, տանում են դնում են մյուս անկյունը, ասում են դու այստեղ մնա, խելոք մնա, դու մերն ես։ Պահարանի այդ փոխատեղումից պահարանը սկսում է քանդվել եւ քայքայվել։ Սա արտաքին հարցում։ Պարզ է, չէ՞, եթե վերցնեն, տանեն, բերեն, տանեն, բերեն։ Ռեալ ալտերնատիվ ալգորիթմներ, որոնք մենք կարող ենք առաջարկել մեր շահերից ելնելով, դուք չեք տեսնում, ոչ արտաքին դաշտում, ոչ ներքին դաշտում, ոչ ծրագրային դաշտում։ Հիմա քաղաքագիտական մի հարց ամ, այստեղ նստած են ինձ շատ ավելի խելացի մարդիկ, փորձված եւ այլն։ Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը ինչպես կարելի է բնութագրել։ Մենք ունենք ուժեղ պրեզիդենտ, ունենք կոալիցիա եւ ունենք կոալիցիոն կառավարություն։ Մի հատ այտենց երկիր ինձ ասեք, որտեղ կամ վարչապետը չի ուժեղացված կամ նախագահը չի ուժեղացված, այսինքն քաղաքական համակարգ է։ Սուտ քաղաքագիտական հարց։ Համակարգ, որի ինքնուրույն իր մեջ արդեն դրել է այն սկզբունքները, որ իրար դեմ են բոլորը։ Այսինքն հենց ինքը համակարգը իրանով ստեղծված է այնպես, որ իրար դեմ դրված, ինչ որ ուժեղացված, եւ սա քաղաքականության հիմք է Սարգսյանի մոտ ցավոք սրտի, հիմա ավելի շատ։ Իրար դեմ դրված այսպես,
փոխհարաբերություններ են բոլոր տեղերում։ Ուժայինները իրար դեմ են դրված, քաղաքական դեմքերը իրար դեմ են դրված, կուսակցությունները իրար դեմ են դրված, էլիտայի տարբեր հատվածներ իրար դեմ են դրված։ Եվ սա ոչ միայն դա չի, նաև բաժանի ռոտիրեսի սկզբունքը չի։ Քաղաքագիտական առումով չկա մի որևէ պայման, որը թույլ տա, որ մենք պրագմատիկ նույնիսկ դաշտում, առանց որևէ պիտակավորման կարողանանք առաջ շարժվել։ Ասացեք խնդրեմ, դժվար է օրենք ընդունել Հայաստանում սերնդափոխություն, այսպես ասած, բոլորը խոսում են սերնդափոխությունից։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը կուզենա հետ գալ, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը կուզենա հետ գալ, ոչ վերևի անգամ մեզ էլի հետ կտանեին, ոչ մարդկանց նկատմամբ տպավորություն կլիներ, որ կապիտալներ ու հնարավորություններ պետք հավաքել, մի անգամ մեկին թողնել, որ էլի հետ գալ։ Բացը կգործեն տարբեր մարդկանցով, բայց տարբեր մարդկանցով գործելը մեկ բան է, օրենսդրորեն սահմանափակել մարդու նկատումները եւ բերել այդ սերնդափոխության դաժե ինչ որ կդերեք, ինչ որ ճանապարհը անցնելով, սա փաստ է։ Հայաստանում որևէ մեկը անցնենք տնտեսական կատեգորիաների, կարող է այսօր բնութագրել Հայաստանի տնտեսության ռեալ կատեգորիան։ Այսինքն սա ինչ է, կապիտալիզմ է, սոցիալիզմ է, վայրի կապիտալիզմ է, ճիշտ սոցիալիզմ է, լիբերալիզմի ինչ որ ձև է, այսինքն ինչ անուն տանք սրան, որ կարողանանք բնութագրենք եւ այդ բնութագրումից հետո կարողանանք քննարկել, թե լավն է, վատն է եւ այլն։ Հայաստանի կառավարության տիպը, ասում են կոալիցիոն է։ Այսօր կոալիցիոն կառավարությունը ուժեղ նախագահի պարագայում նորից կրկնեմ, արդեն կառավարական որպես գործողություններ, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է շատ ներողություն եմ խնդրում, հետո ատկատ։ Այսինքն մենք հիմա ինչ ենք տեսնում, կոալիցիայից դուրս եկած մի ուժ, մեր աչքի առաջ դուրս է գալիս, որ շատ վատ է կառավարության մեջ իրեն դրսևորել։ Եթե հավատանք վարչապետին, հավատանք նախագահին, հավատանք գործողություններին, որոնք գնում են առաջ։ Այսինքն իսկ դա ինչու է եղել։ Ամենայն հավանականությամբ, որովհետև այն մարդիկ չեն գտնվել եւ այն մարդիկ չեն եղել նախարարներ, որոնք պիտի լինեին։ Ուրեմն պետք է մտածել, որ Հայաստանի այս բացկացության մեջ միգուցե ժամանակն է մտածել մասնագիտական կառավարության մասին, այլ ոչ թե մտածել կոալիցիոն, կուսակցական ձևով, առավել ևս որ կուսակցությունների մեծամասնությունը ցավոք սրտի գաղափարական պայքարի մեջ չի։ Որևէ մեկը ինձ կարող է ասել հանրապետական կուսակցության, բարգավաճ կուսակցության այսօրվա իրավիճակից դուրս գալու ռեալ քայլերի մարտավարությունը։ Մեկին հեծացնում ես, ասում են նժդե, մյուսի մոտ ամբողջությամբ բարգավաճում է։ Օրինակ երկրի մասին ես լռում եմ միշտ։ Այսինքն գաղափարական քաղաքական առումով, որովհետև կուսակցությունները դերը գաղափարական քաղաքական պայքարը տանելն է։ Ծրագրեր առաջարկել է իրենց գաղափարախոսությունից ելնելով այդ ծրագրերի քննարկումը հասարակությանը հասանելի դարձնելը, ծրագրերի որակական անալիզը, դա իրագործման ճանապարհները։ Հեռուստատեսությունը այսօր տալիս է այդ հնարավորությունը, դուք որևէ սերիալում քաղաքական քննարկում տեսնում եք։ Բոլոր սերիալները։ Այսինքն, մեր մոտ ինչ է արված։ Մեր մոտ հիմա ստեղծված է մի հետաքրքիր կացություն։ Եթե նկատում եք, Հայաստանում ամենաշատ տարածված այսօր որպես հասարակական երևույթ հրամսվող շատ կարևորագույն բաներն են։ Ծեսերը, տոները եւ սերիալները։ Ծեսերը, ես ներողություն խնդրեցի, չուզեցա բաղը կիրավի, ծեսերը, տոները եւ եթե նկատում եք սերիալները, սա ներողություն եմ խնդրում, գումարվում է հանրապետականի բոցը ամեն անգամ վուրը որ դուրս է գալիս։ Այսինքն եթե նայում եք հասարակական այլ քննարկում, վերցրեք Facebook-ը, որի ակտիվ անդամ եմ, որտեղ ես այստեղ շատ լավ ընկերներ ունեմ, շատ ուրախ եմ, որ գոնե այդ ընկերներս այդտեղ կան, ինչ որ մեզ հաջողվում է գաղափարական ինչ-որ հաց ասել։ Եվ նայեք, ընդհանրապես որևէ մի գաղափարական խնդիր, որևէ մեկը հիշում է, բոլորը հիշում են, որ Գագիկ Ծառուկյանը կամ ինչ-որ մեկը ստորագրել է, չէ՞, որ Սերժ պաշտպանելու է։ Բայց որևէ մեկը հիշում է, որ այդ կոալիցիան ծրագիր է ունեցել։ Այդ կոալիցիան ծրագիր է առաջարկել, որովհետև դա կոալիցիա է, քաղաքագիտական հարց է։ Նա հիմա ղեկավարում է մեր երկիրը։ Օրինակ երկրի եւ հանրապետական կուսակցության ծրագիրը քանի կետ ունի համատեղ։ Որովհետև ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Բոլորն էլ գիտեն, որ դա որևէ բան չի նշանակում։ Մեր երկրում որևէ բան չի նշանակում ծրագիրը, մեր երկրում որևէ բան չի նշանակում գաղափարախոսությունը, մեր երկրում որևէ բան չի նշանակում գաղափարական քննարկումը, մեր երկրում որևէ բան չի նշանակում
մարդիկ հնարավորություն ունեն ինքնուրույն ինչ-որ ֆակտոր դառնալու թե չէ։ Ինչ է արվում Հայաստանում։ Բոլորն էլ գիտեն, գալու ընտրությունների պահը իշխանությունը փորձել է վերարտադրվել։ Էլ ինչ կարիք կա, այդ ամենը քննարկել, քննարկումները դարձնել, հլա գալուկ ծախսել, այսինքն ներվեց ծախսել, նստել այդ ամենը չքննարկել, հա, բայց մինչև երբ։ Այս ամենը շատ լավ էր այն ընթացքում, երբ որ կար դրսում բավականաչափ նավթի աճ, այն որ ասում են չաղ տարիները Ռոբերտ Քոչարյանի։ Ռուսաստանում բավականաչափ լավ կացություն էր, այդտեղ եղած փողերի մեծ քանակ էր գալիս, այդ փողերից բացի շինարարական ինվեստիցիաներ էին արվում, մենք ունեինք աճ, որովհետև տրանսֆերների աճը բավականաչափ լավն էր, հիմա աշխարհում այդպես չի, ու գնալով այդպես չի լինելու։ Դա համար շատ հետաքրքիր հարց է տալիս։ Վերջը մի քանի հարցերում մենք հստակ պիտի կողմնորոշվենք։ Ինչպիսի քաղաքական համակարգ ենք մենք ուզում Հայաստանում։ Սա այն մեջ կներառի շատ կարևորագույն խնդիր։ Փոփոխություններ սահմանադրության մեջ եւ սա պիտի դառնա քննարկման թեմա։ Մենք ցանկանում ենք նախագահական ուժեղ երկիր, թե խորհրդարանական երկիր վարչապետական կառավարմամբ, սա դառնալու առաջին խնդիր է։ Քաղաքական սերնդափոխության խնդիրը դառնալու է երկրորդ խնդիրը։ Երրորդ խնդիրը մեր մոտ դառնալու է տնտեսական կացութաձևի հստակեցումը։ Սրա մեջ մենք պիտի ներառենք իմ կարծիքով առաջնահերթ խնդիր որպես ընդունում ենք, որ այն պետությունը, որը գտնվում է պատերազմական դրության մեջ, իրավունք ունի ազգայնացման գործընթացներ անցկացնել թե ոչ, սա իմ կարծիքով պիտի դառնա ամենակարևոր քննարկումներից մեկը։ Մենք հնարավորություն ունենալու ենք օլիգարխիային որպես քաղաքական կատեգորիա դուրս բերել քաղաքական դաշտից, որտեղ մեր օլիգարխիան այն օլիգարխիան չէ, որի մասին խոսել է Պլատոնը։ Այդ օլիգարխիան չէ եւ երբեւե այդ օլիգարխիան չի դառնա, որտեղ Պլատոնի օլիգարխիան իր մեջ գոնե արիստոկրատիա է պարունակում։ Եվ այն դաշնակները պլուտոկրատիա են ասում Հայաստանում, որպես քաղաքագիտական կատեգորիա։ Ես կարծում եմ դրա 90%-ը, որ ասեցին, համարեցին հայոյանք։ Եվ Բիձինա Իվանիշվիլու հաղթանակը ցույց է տալիս, որ միայն փող ունենալով, ես այդ մարդուն ճանաչում եմ, ոչ մի վատ բան չունեմ ասելու, մեծ մեծենատ է, բայց քաղաքական դաշտում եւ տեսակ մարդը ինչքան շուտ կողմնորոշվեց։ Տարի ու կես ասեց ես դուրս եմ գալու։ Հələ մի հատ մեզ մոտ մեկին ասեք, որ կասի տարի ու կես հետո ես դուրս եմ գալու։ Ով եկավ, շատ ներողություն եմ խփում, մխեց, վերջ էր, կյանքում այդտեղի չես կարող անել։ Քրեական գործով չեն կարողանում դաշտից դուրս բերել։ Սրան գումարում է, քաղաքական քննարկում չեն կարողանում անել, գաղափարական քննարկում չեն կարողանում անել, օրակարգային հարցերի քննարկում չեն կարողանում անել, հեռուստատեսության քննարկում չկա, այս հասարակությունը վերջը ինչպես իմանա օբյեկտիվ գնահատականը, որ հələ մի բան է այդ ամենադժբախտագույն հարցերում կողմնորոշվի, Եվրոպական միություն թե Եվրասիական միություն։ Եթե վարչապետը, որը կրթված մարդ է, ասում է, որ Եվրասիական միություն մենք չենք մտնում, ավելի շատ Եվրասիական միություն չենք մտնում, որովհետև մեզ այնտեղ չեն հրավիրել։ Դուք գիտեք մի բան, որ 2015-ին նոր է լինելու, արդեն հրավիրի։ Հələ չկա այդ միությունը, որը պիտի հրավիրի։ Ինչ վերաբերում է մաքսային միությանը, վարչապետն ասում է մի բան, որը ես կարծում եմ իմ համար օրինակ այդպես հանելուկ մնաց։ Ասում է, եթե մենք գնանք եւ մտնենք մաքսային միություն, քանի որ չունենք ընդհանուր սահման, ապա մեր ապրանքները, որոնք այստեղից գնում են, երկու անգամ պիտի մաքսազերծվեն։ Այսինքն որտեղ պիտի մաքսազերծվեն, որտեղ երկու անգամ պիտի մաքսազերծվեն։ Հիմա որ Վրաստանով ապրանքը տրանզիտով գնում է Ռուսաստան, ինչ մաքսազերծման մասին է խոսքը։ Մի ուրիշ փաստարկել եմ բերում, որ քանի որ բյուջեի ծախսային եկամուտային մասը բյուջեի 60%-ով համալրվում է այն մաքսատուրքերից եւ հարկերից, որոնք սահմանի գլխում են հարկվում, ուրեմն եթե մտնի Հայաստանը մաքսային միության մեջ, այդ դեպքում մեր բյուջեի եկամտային մասի 60%-ը վերահսկելու են վերազգային մարմինները։ Ստիպված եմ մի երկու թիվ եւ փաստ ասել այս առումով, որպեսզի այդ ամենը հասկանալի դառնա, թե ինչու ենք մենք այդպիսի մեծ ջատագովը Եվրասիական միության։ Բացի նրանից, որ մեր կողքին գնացող քաոսը, որը գնալով աճում է, որի մասին մենք 5 տարի, 6 տարի առաջ ասում ենք, որ մեր շրջապատում ամեն ինչ սկսելու է այրվել։ Աստված ոչ անի, եթե հիմա Պարսկաստանի խնդիրները ծագեն եւ շատերը սպասում են, որ դա կլինի պատերազմի ժամանակ։ Այսինքն, երբ որ գնա պատերազմական գործողություններ դեպի Իրանի, ինչու մենք չենք նայում այն բոլոր պատժամիջոցները, որոնք հիմա Պարսկաստանի նկատմամբ կիրառվում են,
Եվ այդ պատժամիջոցները ինչպիսի հետևանքներ կարող է ունենան Իրանի տնտեսության համար, նավթի գնի վրա, իսկ մենք այդ երկրի հետ ունենք շատ մեծ ապրանքափոխանակություն, եթե գիտեք, եւ ապրանքաշրջանառություն։ Մենք ունենք տրանզիտային ճանապարհ այդ տարածքներով դեպի ներքև եւ հենզելի, եւ այս ամենը արդեն առանց պատերազմական իրավիճակի, ես չեմ կանգնում արդեն Սիրիայի վրա, երբ որ ես գրում եի, որ Սիրիայի ամբողջ պատերազմը վերջը նաեւ Լիբանան կհասնի, մարդիկ ինձ չէին հավատում, թե ինչպես դա կարող է լինել եւ հարցեր էին տալիս, եթե հիմա տեսնում եք ցավոք սրտի, դա դառնում են իրողություններ։ Ես այդ մասին խոսել եմ շատ երկար ԱՄԵԿ+-ի եթերում, ուղղակիորեն այդ հարցներ միայն խոսում։ Եվ այս ամենը վերելու է նրան, որ մենք վերջը պիտի կարողանանք կողմնորոշվենք։ Մեզ ռազմաքաղաքական առումով այսօր մենք ունենք պատկերացումներ, որ դա լինելու է Ռուսաստանը, որովհետև այստեղ կանգնած է ռազմական բազան, այստեղ կա հնարավորություններ ՕԴԿԲ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, եւ շատ կարևորագույն խնդիր է դառնում։ Դուք պատկերացնում եք մի իրավիճակ ճողված, երբ որ մենք ռազմաքաղաքական ինչ-որ առումով անվտանգությունը փորձում ենք տեսնել մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, քաղաքական, տնտեսական, նույնիսկ ինչ-որ մեթոդաբանական, քաղաքագիտական մեթոդաբանական որպես գործընթաց ուզում ենք տեսնել մի այլ կենտրոնի հետ մեր փոխհարաբերությունները, ցավոք սրտի այդ երկու կենտրոնները իրար հետ գտնվում են անտագոնիստական հարաբերությունների մեջ, որը այս հիմա հենց հիմա հայտարարեց Վլադիմիր Պուտին։ Ես ինչու եմ ասում, ես կարող եմ հիմա հստակ դա արդեն ասել, որովհետև հայտարարություն է արվել։ Մարդը ասել է, մենք Ռուսաստանը երբևէ ոչ մի ձևով Եվրոպական միության անդամ չենք տեսնում։ Փոխհարաբերություններ խնդրեմ։ Բայց մեր եվրոինտեգրումը իր մեջ չի ներառում փոխհարաբերություններ։ Որևէ մի նորմալ մտածող մարդ դիվերսիֆիկացիայի հարաբերությունների դեմ չի լինի։ Եթե մեկը մեկին փոխ լրացնող է, այսինքն կա հենք արդեն, հիմքը, այն մյուսը գալիս է լրացնելու, մեր պետական շահերը ավելացնելու եւ այլն։ Հիմա հարց տամ նստածներին, որոնք դրանով զբաղվում են։ Ասեք մեկ այլ շուկա, որը ունի 175 միլիոն մարդ, 2 տրիլիոն հնա եւ 900 միլիարդ փոխ, ուրեմն առևտրի փոխանակում։ Որտեղ մենք այդքան լավ ներկայացված կլինենք, որտեղ 70 տարի արդեն ներկայացված են եղել։ Հայաստանը սպասարկող երկիր 1 միլիոն մարդ է մնալու։ Արդյունաբերական Հայաստանը 6 անգամ աճել է բնակչությունը։ Սա փաստ է, թե սա էլ չենք ընդունում արդեն։ Մենք չենք ընդունում ինչ եղել 18 թվականին եւ ինչպես են երկիրը կոմունիստները հանձնել։ Չենք ընդունում, ասում ենք, որ դա էլ սխալ է, դա էլ են ռուս հետախույզները գրել։ Այսինքն կան ռեալություններ։ Մենք եթե արդյունաբերություն մեր երկրում չենք զարգացնում, ոչ մի խնդրեմը չենք կարողանալու լուծել։ Ոչ մի խնդրեմ, ոչ կոռուպցիայի, ոչ քաղաքական վերափոխումների, որովհետև տնտեսական հենքը չունենք։ Եվ որպես նախագահ, եթե ինձ հաջողվի դառնալ նախագահ, ես առաջի 2 հրամանագիրը լինելու է մասնագետների կառավարություն, արդյունաբերության նախարարություն։ Ինչքան էլ դա ուզի, չուզի համաշխարհային բանկը, որովհետև չի ուզում, ինչքան էլ դա չուզի համաշխարհային արժույթի հիմնադրամը, իսկ տնտեսական զարգացման մեջ արդյունաբերական զարգացում կարելի է միայն կատարել ռուսական շուկայի հետ համատեղ ջանքերով եւ նրանց ինվեստիցիաներով։ Իմիջիալոց ասեմ, գնալով դա բարթանում է։ Եթե որևէ մեկին թվում է, որ այնտեղ այդպիսի մեծ սպասումներ կան, որ հենց վաղվանից կգան եւ այլն, չկա։ Հայաստանը վերջի անգամ ամենամեծ վարկը երբ է վերցրել։ 500 միլիոնը չէ Ռուսաստանից։ Դրանից հետո որևէ մեկը Հայաստանի վարկավորել է։ Պարոն Ադեբեկյանը շատ լավ հետևում է բոլոր թվերին, փաստերին։ Որևէ մեկը վարկավորել է։ Չէ, իշխանությունները ասում են, որ Ես ձեզ կարող եմ ասել, որ ամեն հանդիպման ժամանակ բոլոր պետությունների հետ ամեն հանդիպման ժամանակ հարցը բարձրացվում է վարկավորման։ Ոչ մեկ մեզ վարկ չի տալիս։ Որտեղ բոլորը քաղաքական, գեոքաղաքական ինչ-որ խնդիրներ են արդեն ուզում լուծել։ Ռուսները չեն տալիս, որովհետև ճիշտ ասում, պարոն Ադեբեկյան, ասում են երիկ է։ Հələ այն ինչ-որ տվել ենք, այն ինչ է կարելի է եկեք։ Դուք պատկերացնում եք մի իրավիճակ, որ այլ երկրի վերահսկողության ծառայությունը կամ մյուս երկրին տված վարկը ուզենա վերահսկել։ Վարկ է տվել են արդեն այդ մարդկանցն է, իրենք պիտի։ Եկել են ուզում են վերահսկել, որովհետև վերջը հասկանում են տալիս են, որ ասում են, «Պիսոկ կներեք»։ Եվ սա փաստեր է։ Այսինքն դուք կարող եք իսկապես այս ամենի մեջ ներկայացնել։ Մենք ինչ ենք ուզում։ Գերմանիան էլ է վերահսկում
ճիշտ է, որովհետև բոլորը սկսել են հասկանալ եւ ոչ միայն, ինչու միայն Հունաստանը, շատ ճիշտ եք ասում։ Նույն վարկերը, որոնք տվել են Պորտուգալիային, նույն վարկերը, որոնք տվել են ու պատասխանում են տալ Իտալիային, նույն վարկերը, որոնք տվել են Իսպանիային եւ Իսլանդիային։ Եվ ես էլ ասում եմ հիմա, այդ եվրոինտեգրման ճանապարհը, որ մենք ուզում ենք գնալ, ինքնաբավ է Եվրոմիությունը, 2 տրիլիոն բան ներքին պարտք ունի Գերմանիան, 1 տրիլիոն արդեն Իտալիան։ Եթե քննարկում եք, դգնեք թվերով, փաստերով, արգումենտներով քննարկենք։ Արգումենտված, ոչ թե տենց խոսակցության մեջ, մենք նժդեն ենք, դուք, չգիտեմ, շպիոն եք, դուք եք, մենք ենք, այս թվերը ճիշտ են, թվեր, ռեալություն, թվեր, փաստեր, գաղափարներ, ուղղվածություններ։ Եկեք մի անգամ օբյեկտիվ այդ քննարկումն անենք։ Այդ ստացվի ես շատ ուրախ կլինեմ, որ բոլոր ուրեմն թեկնածուները այս կլոր սեղանի շուրջ մեզ հաջողվի հավաքվել եւ ձեր բոլորի ներկայությամբ ռեալ Հայաստանին վերաբերող այսօր հարցերի օբյեկտիվ ռեալ քննարկում։ Եվ դա կլինի համազգային կլոր սեղան։ Այո, այսինքն որպեսզի մենք կարողանանք հասկանալ վերջի 21-րդ դարը Հայաստանի տեղն ու դերը ո՞րն է։ Հասկացանք, որ Հայաստանը պատմականորեն միշտ գտնվել է ցավոք սրտի այդ ճողված վիճակում, բայց ամեն անգամ մեզ հաջողվել է գտնել ինչ-որ լուծումներ, եթե մինչև այսօր կան այս 7000 տարվա մեջ։ Ուրեմն մեզ լուծում է պետք գտնել։ Իսկ լուծում գտնելու ամենաառաջին նախապայմանը դա օբյեկտիվ, ինչպես դուք նշեցիք, քաղաքագիտական օբյեկտիվ քննարկում անցկացնելն է։ Ես ասացի զուտ կետեր, եթե Աստված տա ինձ գրանցել, որում մի քիչ կասկածում եմ, եւ ինձ հաջողվի ներկայացնել իմ փաստարկները արդեն հեռուստատեսությամբ եւ այդ դեբատներին մասնակցել, ես պատրաստ եմ յուրաքանչյուր հարցի շուրջ շատ արգումենտված թվերով, փաստերով, գաղափարներով, արված գործողություններով ներկայացնել ծրագիր, որը ձեր դատին կանցնենք եւ կտեսնենք։ Ես նկատի չունեմ ինչպես կանցնեն ընտրությունները։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի առաջիկա գործընթացները կտեսնեք, ոչ թե կապված են լինելու ավելի շատ ընտրությունների հետ, թե ով կմնա, ինչ կանի, ինչ ձևով կանի, փողերը կտա, կբաժանի կլինի։ Հայաստանի քաղաքական էլիտան ամբողջությամբ պիտի մի բան հասկանա։ Հայաստանին այսօր ընդդիմադիր են ոչ թե մարդիկ եւ քաղաքական ուժեր միայն, Հայաստանին ընդդիմադիր է ընդհանուր գեոքաղաքական, տնտեսական, քաղաքական իրավիճակը եւ դրա համար լուծումներ են պահանջվում։ Առանց լուծումներ տալու արդեն միայն գնալով եւ ասելով դու սխալ ես, դու ճիշտ ես, որևէ հարց էլ չի լուծվի։ Կամ կդեգրադացվի հասարակությունը ամբողջությամբ ու դուրս կգա Հայաստանով, կամ այդքան չսպասված սոցիալական բունտը կգա չոքի մեր դռանը, կտեսնեք։ Մենք այլ ճանապարհ չունենք, քան այս քննարկումները անցկացնելու, եթե ուզում ենք իրավիճակը փոխենք։ Վերջում էլ ասեմ, մեկ-մեկ ինձ ասում են, որ իշխանությունը կվերարտադրվի եւ կդառնա իշխանություն 2013-ին, սա լուրջ չի, սա լուրջ է, այս թվերն են, այն փաստերն են եւ այլն։ Այդ մարդիկ իրենք շատ կակաթված նորմալ մարդիկ են։ Իրենք շատ լավ հասկանում են ինչ են ասում։ Լավ, ենթադրենք մի անգամ էլ վերարտադրվեց 2013-ին։ Գիտեք, իմ մոտ մեկ-մեկ տպավորություն ես հիմա վերջացնում ստեղծում։ Որ լսում ես, հա, Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, իմ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ նոր են իշխանություն դառել։ Այսինքն անդիմություն են եղել, նոր դառել են իշխանություն եւ տեսել են, վայ, ինչ հայտարարակ իրավիճակ է այսօր։ 5 տարի իրանք չեն եղել։ Եվ սրանից բացի հիմա հարց եմ տալի բոլոր այն մարդկանց, որ ասում են կլինի վերարտադրվի իշխանությունը։ Հիմա կարող է ուրիշն է իշխանություն։ Հիմա Սերժ Սարգսյանը նախագահ չի, Տիգրան Սարգսյանը վարչապետ չի, այսինքն ինչ նկատի ունեն, որ այն ժամանակ փոխվելուց, այսինքն ընդդիմության ներկայացուցիչ չեն, որպես իրենք հանդես գալու։ Հիմա էլ են իշխանություն, ինչ ուզում են, ինչ կարելի անել, թող անեն։ Ով իրենք ձեռքը բռնել։ Իրանք ուզում են լավ բան անեն, բոլոր ձեռքը բռնել են։ Դրա համար վերարտադրվելը որևէ խնդիր չի լուծել։ Վերարտադրվելը ավելի վատթարացնելու է իրավիճակը, այս ձևով վերարտադրվելը, ես ձեզ խոստանում եմ։ 100% ձեզ բան եմ ասում, վերարտադրվելը վատթարացնելու եւ ոչ միայն նա, որ ապրիլի 1-ից գազը գինը պաշտոնապես քայտարավի արդեն եւ այլն։ Ուղղակի վատթարացնելու է բոլոր առումներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն ով էլ հաղթի, ով էլ դառնա նախագահ կամ հռչակվի նախագահ, պարտավոր է, եթե ցանկանում է, որպեսզի իր նախագահությունը գոնե ոչ թե պրոցեդուրային առումով լեգիտիմացնել, որտեղ մեր իրականության մեջ դա գրեթե անլուծելի խնդիր է։ Պրոցեդուրային իմաստով լեգիտիմությունը
չի ընդունվում եւ չի հաստատվում, ինչ ամենակարևորը, հետընտրական վերլուծությունների արդյունքում եւ լեգիտիմությունը չի ապահովում, գոնե ապահովի իր լեգիտիմությունը նրանով, որ իր բովանդակային իմաստով, ոչ թե պրոցեդուրային իմաստով, բովանդակային իմաստով, որ իր պարտքը համարի մյուս թեկնածուների ծրագրերում, մոտեցումներում եղած ռացիոնալ սերմերը գործի դնել, հաշվի առնել։ Հիշում եք նախագահական ընտրությունների 98 թվականի ընտրությունների երկրորդ փուլից առաջ հեռուստաեթերի եզրափակիչ ժամում Հայաստանի առաջին ալիքով հանրային հեռուստատեսության ես եւ Սերգեյ Կուրգինյանը ելույթ ունեցանք եւ ինչ ասեցի լեյտմոտիվը մեր ելույթի որն էր միայն միասին ով էլ հաղթի պետք է գա մյուսի մոտ եւ ասի առանց քեզ չեմ կարող որտեվ քո հետևից էլա ժողովուրդ գնում ժողովրդի մի մաս գուցե իմ հետևից ավելի քիչ են գնում քան քո հետևից որովհետեւ ի վերջո դա որպես կանոն ճշով մեծամասնությունը վիճարկում է պաշտոնական հրապարակված արդյունքները ուրեմն միայն մենք միասին բոլորով կարող ենք միասին որովհետեւ 5% հավաքել դա մեր մարդիկ են մեր քաղաքացիներն են եւ եթե այդ 5%-ը չտեսան որ այս հաղթողը կամ հաղթած հռչակվածը պատրաստակամություն է ցուցաբերում օգտագործելու իր մրցակցի ծրագրում եղած ռացիոնալ դրույթները իսկ Իմմանուել Կանտը ճիշտ էր ասում չկա մի գաղափար որում հնարավոր նույնիսկ ամենահիմար գաղափարում կարելի է գտնել ինչ որ ռացիոնալ հատիկ իսկ խոսքը գնում է նախագահի թեկնածուների մասին ովքեր ի վերջո երբ առաջադրվում են շրադատում են ծանոթ հետև են անում եւ փորձում են լուծումներ առաջարկել եւ եթե կան այդ ռացիոնալ հատիկները ուրեմն պետք է վերցնի եւ օգտագործի իսկ որպեսզի մենք երաշխիքներ ստանանք հասարակությունը պետք է գա նստի այս սեղանի շուրջ մյուսների հետ քննարկի գա նստի այս սեղանի շուրջ մենք այդ հնարավորությունը ընձեռելու ենք անպայման առանձին հրավիրելու ենք լսելու ենք պարզաբանելու ենք ծրագրային դրույթները իսկ վերջում հրավիրելու ենք համազգային կլոր սեղան բոլոր նախագահի տեխնատուների որովհետև նրանց ունակությունը այդ փուլում միմյանց հետ հաղորդակցվելու միմյանց լսելու մեզ համար երաշխիք կդառնա որ ընտրություններից հետո ով էլ հրճակվի նախագահ ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը հաշվի առնի մյուսների տեսակետները մենք ի վերջո պետք է սովորենք ազգովին լուծումներ փնտրել գոնե այն հարցերի լուծումները որոնք իսկապես ընդհանրական են եւ մտահոգում են բոլորին մենք պետք է բացահայտենք այդ հարցերի շրջանակը եւ վերջում հրավիրենք բոլորին ասենք ահա ձեր ելույթներում այդ ելույթները տեղադրելու ենք YouTube-ում ահա ձեր ելույթներում դուք այս հարցերում կարծես թե ընդհանրական պատկերացումներ ունեք ով էլ հաղթի պետք է այս հարցերում միմյանց հետ համագործակցեք հավաքվեք ընտրություններից հետո կարևոր չի ով ինչքան տոկոս է ստացել յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի իշխանության համար եւ միայն այդ իշխանություն մենք կարող ենք ընտրել ուրիշ իշխանություն իրավունք չունենք ընտրելու որովհետեւ ճգնաժամային իրավիճակ է մեր տարածաշրջանում այ հիշատակեց Արամ Կարապետյանը այդ Սաֆարովի պատմություն, բայց ուզում են մեծ Ադրբեջան ստեղծել։ Մեծ Ադրբեջանի ստեղծման ծրագիր են հետապնդում եւ այդ ծրագիրը քննարկում են, այն էլ փակ նամակներով միմյանց հետ հաղորդակցելով։ Մենք չգիտենք այդտեղ ինչ կա։ Փակ ռեժիմով են քննարկում։ Բայց չէ որ դա մեր ամենաարմատական, իսկ ինչու այդ Սաֆարովի պատմությունը սարքեցին, որպեսզի ազդանշան ուղարկեն մահմեդական աշխարհին, որ հայերին սպանելը շատ ողջունելի գործ է, որտեվ եթե այդ պահին եւ դա արեցին այո արևմուտքի անունից եւ անմիջապես դրան հետևեցին Սիրիայում հայերի դեմ գործողությունները, մինչեւ այդ չկար։ Դա ազդանշան էր այդ շրջանակներին։ Լիբանանում սկսեցին, այսինքն ինչի մասին է սա խոսում։
որ մեր անվտանգությունը դրված է հարցականի տակ։ Ուստի ես հիմա այս սևագրությունը, բայց առաջարկություն է, առաջի հարց, ազգային անվտանգությունը, արդյոք սա չի առաջնահերթ։ Երկրորդ հարց, միաբևեր թե բազմաբևեր աշխարհ, միաբևեր թե բազմաբևեր աշխարհ, այսինքն մեր երկիրը պետք է իր ազդեցության նժարը, իսկ համաձայնվեք Հայաստանի ազդեցության շրջանակները շատ ավելի մեծ են, քան մեր ժողովրդի թվականակը կամ մեր տերիտորիայի մասշտաբը, մեծությունը, ավելի մեծ են, որտեղ մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։ Ուրեմն բազմաբևեր թե միաբևեր աշխարհ։ Մեր ազգային անկախությունը, պետական անկախությունը մենք կարող ենք ապահովել բազմաբևեր աշխարհում թե միաբևեր աշխարհում։ Միաբևեր աշխարհը հասկանալի է, չէ՞ որ ոչ մի երկիր անկախ չի, բացի մեկից։ Սա է միաբևեր աշխարհը։ Մնացած այս կամ այն չափով այդ մեկից կախման մեջ են։ Իսկ բազմաբևեր աշխարհը դա ընտրության հնարավորություն է։ Իսկ ինչ է անկախությունը եւ ազատությունը, եթե ոչ ընտրության հնարավորություն, երբ դու ընտրելու հնարավորություն ունես։ Ուրեմն իսկ մեզ անվանում են, որ մենք անկախության կողմնակիցներ չենք, ոչ անկախության և ազատության, անկախ պետականության երաշխիքը հենց բազմաբևեր աշխարհն է, երբ որ նույնիսկ ամենափոքր երկիր ունի ընտրության հնարավորություն, իսկ ազատությունը և անկախությունը դրսևորվում է միայն ընտրության հնարավորությամբ։ Միաբևեր աշխարհում չի, ուրեմն սա երկրորդ հարց, արտաքին քաղաքական առաջնահերթությունների ընտրության անհրաժեշտություն, թե կոմպլիմենտար քաղաքականություն։ Այստեղ խոսեց Արամ Կարապետյանը եւ շատ համոզիչ, հնարավոր է չորրորդ հարց, հնարավոր է տնտեսության եւ քաղաքական մշակույթի զարգացման գործում հետեւել արևմուտքին, իսկ ազգային անվտանգության եւ պաշտպանունակության ապահովման բնագավառում ապավինել Ռուսաստանին։ Եթե այո, որտեղ են այդ հնարավորության սահմանները։ Արամ Կարապետյանը պատասխանեց, որ ոչ, դա այդպես չի կարող այդպիսի ճեղքված կառաջանա, երկփեղկում անձի երկփեղկում։ Իսկ պետությունը դա Հայաստանի եվրոինտեգրման եւ եվրասիական ինտեգրման հեռանկարները, որքանով են դրանք համադրելի։ Համար 6. Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը եւ հայ-թուրքական հաշտեցման խնդիրը։ Ինչու եմ կողքի ձևակերպում, որովհետեւ դրանք կապված են։ Մենք դեմ ենք, չէ՞ որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահկապվի Արցախյան հիմք։ Բայց ինչու ենք այսօր կողմ արտահայտվում այն արտահայտությունների, թե եթե դու գնաք աճ, ուրեմն ձախ գնալու հնարավորություն չեք ունենա։ Ինչու են մեզ ուլտիմատումներ դնում։ Իսկ եթե այդպիսի ուլտիմատումներ են դնում, մենք նույն ձևով չպետք է վերաբերվենք ինչպես հայ-թուրքական այդ արձանագրությունների հարցում, ասենք ոչ, եթե դուք փորձում եք մեզ պայմաններ դնել, ապա մենք դա մերժում ենք այդ մոտեցումը եւ ձեր առաջարկության հետ միասին։ Գնացեք տապակվեք ձեր սեփական յուղով։ Ի վերջո այս երկրի արձականացումը տեղի ունեցավ այդ 70 տարիների ընթացքում եւ ազգային անկախության հիմքերը հիմա Կարեն Դեմիրճյանը մեզ հաստատ լսում է։ Դրվեցին այդ տարիներին։ Լսում է մեզ Յակով Նիկիչիչ Զարոբյանը, որտեղ դրվեցի 60-ական թվերին, մեր անկախության, անկախ պետականության արձականացում տեղի ունեցավ։ Եվ ինչի մասին է խոսքը այսօր, մեզ ուզում են զրկեն մեր հնարավորություններից մի ուղղությամբ, որպեսզի ինչ-որ թվացյալ հնարավորություններ ընձեռեն մեկ այլ ուղղությամբ, թվացյալ, որովհետև մուկն ու կատու են իրականում խաղում։ 7. Մաքսային միությունը եւ եվրոպական միությունը Հայաստանի անդամակցության խնդիրը, ուրեմն սա այն հարցերն են, ուրեմն 8-րդ հարց, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը արտագաղթի կասեցման ուղիները, որտեղ հասկանալի է, չէ՞ ինչու են արտագաղթում։ Հնարավոր է 9-րդ հարց, այստեղ շատ կարևոր է, հնարավոր է այն ինչի մասին շատ ճիշտ այսօր արտահայտվել չիմանալով այն, որ ես ուրեմն 9-րդ հարց, հնարավոր է սոցիալիստական
ազատական եւ ազգային ավանդապաշտական արժեհամակարգերի կոնվերգենցիան։ Եթե այո, ապա ինչպես պետք է այն դրսևորվի, ուրեմն զբաղվածության, սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության բնագավառներում վարվող քաղաքականության ասպարեզում։ Արդյոք չեք գտնում, որ այդպիսի կոնվերգենցիան հնարավոր է միայն համապարփակ սահմանադրական բարեփոխման դեպքում, երբ կապահովվի անցումը կառավարման խորհրդարանական ձևից, ինչպես նաև խորհրդարանական երկպալատանի համակարգին, այն դեպքում, եթե կայանան իհարկե կուսակցությունները որպես գաղափարական քաղաքական միավորներ։ Եվ դրա հետ կապված 10-րդ հարց կուսակցական վարդապետություն, թե ազգային գաղափարախոսություն։ Դուք պատրաստ եք առաջնորդվել ազգային գաղափարախոսության առաջնահերթություններով եւ ընտրվելու դեպքում կասեցնել ձեր կուսակցական անդամակցությունը, մասնագիտական կառավարության գաղափարը, այսինքն այն ճանապարհը, որով գնաց Վլադիմիր Պուտինը, երբ կասեցրեց իր կուսակցական ուրեմն նախագահությունը, կուսակցական պարտավորությունը ըստ էության եւ շեշտը դրեց այն բանի վրա, որ պետք է հենվել լայն ժողովրդական ճակատի վրա։ Այսինքն սա ի վերջո կուսակցական վարդապետությունը եւ ազգային գաղափարախոսությունը ինչ է։ Իհարկե դրանք խաչաձևում են, հատվում են այդ հասկացությունները, ինչ որ կետերում, եւ այդ կետերը մենք պետք է պարզենք, այ հրավիրելով այստեղ, մեկ առ մեկ զննելով, պետք է պարզենք այդ կետերը, տվյալ կուսակցության, ուրեմն կուսակցական վարդապետությունը ինչ կետերում է խաչաձևվում ազգային գաղափարախոսության հետ, իսկ այդ կետերը ընդհանրական պետք է լինեն, այդ դա պետք է բացահայտենք, իսկ ընթացքում նաեւ այդ ազգային գաղափարախոսության ուրեմն ձևակերպումը տանք, արդյունքում մեր խնդիրն է դա, մեր ձեզ հետ միասին բոլորի ուրեմն լրատվական դաշտի ներկայացուցիչների աջակցությամբ, ուրեմն նրանք ովքեր սվիններով կդիմավորեն այս մեր նախաձեռնությունը, նրանք ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, ուրեմն փորձում են մեր ժողովրդին պահել անտեղյակության մեջ, պահել այս գաղափարական շփոթի մեջ, տկարացնել եւ անդամալուծել։ Որտեւ եթե գլխներում տիրում է մարդկանց գաղափարական շփոթ, իսկ այդ գաղափարական շփոթը յուրաքանչյուրի գլխի մեջ ներդրվում է քաղաքական դաշտի այս վիճակից, այս վիճակով, պայմանավորվում է այդ վիճակով, եթե արտահայտվում են այդ շփոթի շարունակության օգտին, կնշանակի այո, ցանկանում են տկարացնել, ցանկանում են անդամալուծել, ցանկանում են ուրեմն ըստ էության ջլատել մեր ազգին, մեր ժողովրդի, մեր քաղաքացիական հասարակությունը։ Ես հույսով եմ, որ այդպիսի մարդիկ չեն լինի, որ կգան այստեղ եւ ինչպես հարգարժան Արամ Կարապետյանը, մյուսները նույնպես կշարադրեն, իհարկե այդ մակարդակով ես չեմ կարող երաշխավորել, որովհետև բոլորը չեն որ քաղաքագետ են, չէ, բոլորը չեն որ քաղաքագետ են, ամենայն դեպս, հա, իհարկե, բայց այնուամենայնիվ գուցե նրանք մի այլ բնագավառում իրենց փորձառության, գուցե կամ ուրեմն մեծ տնտեսական հոսքեր ուղղորդելու հարցերում ավելի մեծ պաշար ունեն եւ այդ պաշարը օգտագործելով կարողանան փող լրացնել, ինչու ոչ, Արամ Կարապետյանի որպես քաղաքագետի խորը վերլուծությունը եւ մեր ծրագրի եւ ուրեմն ծրագրային մեր ժողովրդի արժեվ կանգնած ծրագրային խնդիրների պարզաբանումը, կարևոր խնդիրների, համակարգային խնդիրների պարզաբանումը